Մենք եթերում ենք իմ հյուրն է Արմեն Գրիգորյանը, ես արդեն շփվում եմ, որտեղ Մարիամ Գրիգորյանը չկա, պետք է եմ գրիչը ստամ։ Մարիամ ջան, մի հատ գրիչ դու։ Այսօր ուրախ եթեր ամնել, զգուշացնում եմ, որտեղ նայեք, ես հաստատ գիտեմ, ինձ էլի բերել եք, ես ընտրություններից խոսամ։ Տիգրան Քոչարյանից հետո ես իշխել քանի գլխանն եմ ես ընտրություններից խոսամ։ Թվերով, անուն, ազգանունով, ով ում է, քվեարկե, ինչի է, քվեարկե, ոնց եղավ, որ սենց եղավ, այդտեղ է սա ասեց։ Հիմի ես ինչ ասեմ։ Ես լրիվ ուրիշ բան, նայեք, այսօր հենց այնպես չեմ հագնվել սենց։ Ասեմ շալվարս էլ է սեր գույնի։ Նա չէ, հետևի բանալը թողում է։ Այս ուրիշը։ Ինչ շարքույթ։ Սերունդ մշակույթ է, բայց ինչի թողում է։ Հին սերունդ, նոր մշակույթ, այդ ես եմ։ Դրա համար եմ ես բան։ Ասեմ, այսօր սաղ սև եմ հագնված, բացի սարոշկիցս։ Սարոշկից գալուբոյը։ Այդ սաղ նշանակություն ունի։ Սև հագնվել եմ երեկվա ընտրություններից հետո, քանի որ նու փաստորեն մեծ մասում Հայաստանում ԿՊ-ն մեռավ։ Օղորն է իրանց, դրա համար սև եմ հագնվել։ Սուքայի մոտ։ ԿՊ-ական այդ բանը, կրվելու վերաբերյալ։ Ես ԿՊ-ն մեռավ։ Չէ, ես ընդեղ ճիշտ վերնագիր եմ դրել, Մարիամ ջան չփոխես։ Գալուբոյ սարոշկեն, էդ էլ բանը, որտեղ ով մեռավ։ Գալուբոյները։ Հիմա նայեք, այսօր ով է ԿՊ-ի կողքը։ Ամենա ԿՊ-ի կարկառուն դեմքերից, որ այս վերջի 10 օրը, հա, բանը, այս հա լրատվականով ֆորմա Ռոման Բաղդասարյանը։ Էլով է ԿՊ-ին պաշտպանում։ Ոնց էր հոկտեմբերյանի անունը։ Արմավիր, հա։ Արմավիրում մի հատ բան կա, չէ՞, էլի տենց Ռոման Բաղդասարյանի պես Գալուբոյ գյադակա, որ ախից։ Եղած կլինի, էլի, ինչ պետք է լինի, դրանց բան չի լինում։ Մաքսիմում պետք է սպիդ հիվանդացած լինի, եթե հիմի բանը տարածված է։ Գնալով տարածվելու է, սպիդի կենտրոնը իհարկե քայքայեցին, բայց ծանոթ տղեկ կա, չեմ կաբրի էլի մի 10 տարի։ Այդ բան գյադեն, էլի սարոշկից գույնի։ Այն դաժե կանայք, որ բանը, այն տատիկը չէ, որ ասեց, ասում ավելի լավ է գան թորներից մորթեն, բայց Նիկոլը մնա։ Ուզում եմ հարց տամ, իսկ թորներիդ հարցրել ես։ Ինչի՞ ճազեց ինձ մորթը։ Հա, ընդ որում նայ, հիմի ուրեմն նայ, ռուսերենում գրական բառ կա, որը հայերենում ինքը սխալ է անցալվում, որտեղ սխալ են արտասանում։ Ռուսերենում գրական բառ կա, պեդերաստ, որը նշանակում է հոմոսեքսուալիստ։ Հիմա այդ կինը պեդերաստ է։ Չնայած եմ իր տարիքին եւ սերին։ Որովհետեւ եթե ասեն գան թուրքերը ինձ մորթեն Նիկոլը մնա, ես կհասկանայի։ Իմ միջայլոց բանը լիքը ծանոթներ ունեմ ադրբեջանցի, կզանգի, որ դեր պատվերը կատարվել, բայց որ ասում ես այդ պեդերաստ, գան թորներից մորթեն, թորներիդ հարցրել ես, այդ երեխեքի խես մորթում։ Դուք հիմա նայեք, ով է պաշտպանում Նիկոլին։ Բայց էտե չի բանը հետաքրքիրը։ Նու այն պրոշներով բանը այն աղջիկը, որ ինքն է չգիտի ումից երեխա ունի, մեծացնում է, երեխեն է չգիտի, հա։ Այն որ ասում էր գերիները մեր մոտ շատ բանը, շատ լավ են ապրում, ինչ է եղել որ։ Ընդ որում ով է ասում այդ բանը, այդ աղջիկը ու Ալեն Սիմոնյանը։ Այն բանը Տիգրիցա հակած այդ բանը 40-անց։ Այ աստվածին։ Բանը Նիկոլի Ես 50-անց, 40-անց։ Ես որոշեցի կոմպլիմենտ անեմ, քանի որ դաստիարակված ջենտլմեն եմ։ Այն որ ասում եմ որ 30-անց։ 16 տարեկան են աղջիկը։ Այն բանը Տիգրիցա հակած, այն որ ասում էին, ոչ մի չասես, ասում են Նիկոլը մեր չգիտեմ ինչն է, Նիկոլի չգիտեմ ինչը պատճենք, որ Շուշին բան ադրբեջանական քաղաք է, այդ բոլորը այս սարոշկից են։ Այդ են պաշտպանողները, բայց այդ չի ամենահետաքրքիրը։ Նայեք, ունեմ մի խումբ ուզում եմ ասել ընկեր, ժամանակին, հա, ընկերական հարաբերություններով մարդիկ, որոնք որ իրանց ու իմ կյանքի մեծամասնություն, իսկ մենք արդեն տարիքով ենք էլի ակի, իրանց լավ տղու տեղ էին դրել։ Հայրենասեր,
խելացի, կրթված, դաստիարակված, միջազգային անալիտիկա, այն, то есть любой հարց տալիս էր, օրինակ ասում էր Ավստրալիայում ով ընտրվելու, սես չոտքի քեզ բացատրում է։ Անցան տարիներ, ամսի 18 թվականներ։ Չմոռանաս այդ տարիները ողջույն ուրախ սքավորներին, բա երբեք հարսանիք վերելու։ Դրա գլխին ուրեմն 94 թվին հարսանիք սարերում էր։ Ահա։ Մյուս տարի, սուտ խոսալ չլինի։ Այս 22 թվին չմնացել։ Ալնելու է իրանց բանը հայրենիդ ոնց է первая брачная ночь ալնելու։ Չէ, մեղրամիսը այդ ռոմանտիկ բանը։ Այն առաջի սեռական ակտը, այդ ալնելու է մյուս տարի դրանց վերաբերյալ։ Նենց որ դիմացեք, հիմա ուրախ սուկա, հետո ալնելու է սակավոր մեղրամիս իրանց համար։ Շատ կարևոր բան է։ Մի խումբ ընկերներ ունեն, որ ժամանակին տո էլ ռայկոմի քարտուղարներ է, էլ դեպուտատ, էլ օլիգա, ինչ ասես եղել են, մի խելացի, մի մարտամոտ, մի ժպտերես, մի հայրենասեր։ Ու հիմա փաստորեն մի շարքում են, այս սաղի հետ, ում որ ասեց, այս պեդերաստների հետ, ու իրանք։ Նիկոլի կողքը լրված է։ Ես այդ այսօր առավոտ հասկացա։ Կանչապ չեն ձեր, ինչ որ Չէ, իրանք զբաղվում են։ Չէ, որ հարցնում ես, ասենք, Պասի հերթով։ Նայ, այսօր, նայ, այս վիդեոյի անունն է։ Հայ եթիմների 50 նրբ երանգը։ Դες նա իրանք մի գույնի, չէ, դուք սովորում ես սև ու սպիտակ կյանք։ Կյանքը սև ու սպիտակ չի։ Եթիմությունը շատ բազմաշերտ է, ոնց որ LGBT-ի դրոշը։ Ոչ տարբեր գույներ ունի, այդ եթիմները շատ բազմաշերտ են։ Հիմա նայեք, այս ամենայն վառ շերտն է։ Ես մի բանի վրա եմ զարմանում։ Արա եկա կյանք ապրես։ 60 տարուց ի վեր։ Հա, 60-ից ավելի։ Իմացամ մասին։ Մի հոգի չեն, է։ Ու քիչ է պատա։ 60 տարուց ավելի կյանք ապրես։ Այն մարդ քեզ հարգեն, անուն հայրանունով դիմեն, որ այսօր Ալնես մի թմի մեջ դու ու Ռոման Բաղդասարյանը, դու ու Չորկան Ազոն, դու ու Պուպուլիկ Ռոմանոսը, որ ես ինչ կյանք եք ապրել դուք տղեկ։ Ապրում ներողություն։ Ապրել եւ ապրել։ Չէ, ես ճիշտ ասեցի, ապրել։ Բացավ։ Ընդ որում ես վերջերս մի հատ այդ ընդհանուր Մենք իրանք ընդհանուր կրուգ ունենք, թաղմանը հանդիպել է, մեր մյուս ուշում ընկերոջը, դե վաղուց չի տեսել տղեկին։ Դե պարզա, քելերից հետո մի քիչ խոսացինք։ Իրանք է չեն շփվում արդեն հետները։ Ասի, բա ոնց է, ասում է, գիտես, իրանք բանը շրջապատ են փոխել, ասում է, դե այդպես ամոթ չլինի ասելու, ասում է, նորմալ մարդկանց հետ չեն շփվում։ Այդ բանը Իմ մոտ եկավ այդ տեսարանը, որ այսօր ուրեմն մի շարքում են, ասենք Թորոսյան Արսենը, որին որ ինչ քֆուրներ էին տալիս էլ ասելու, չի, հիմա իրար կողք այսենց, ոնց որ ես ու դու, իրար կողք նստացին ազգային ժողովում։ Այս ինչ լավն եք դուք, լավ, սենց ասեմ, արժերը տենց ոչ եմ տը լավ կյանք ապրել, պապաշում ու շոտու, լավ կյանք ապրել էլի, Արժեր կյանքի վերջում այս աշխամ մխտարել։ Լավ, Մերը ասել է պրոդյուսերի հայացքից, այդ մարդու կյանքը շատ ողորմելի կյանք է։ Դիցուկում ես նկատի ունեմ եւ կողքի շատ թե լավ կյանքը կարելի վերև ներքև։ Չէ, բայց այդ վերև ներքևի մեջ են ինքը ողորմելի է։ Դավաճանություն չի եղել կյանքի մեջ։ Ամեն ողորմելի բան եղել։ Չի զարմացած չեմ։ Դե ես կարող եմ լավ նայել, ես ուրիշ ձևի գիտեի։ Հիմա անցանք մյուս երանգին։ Լավ, օքեյ։ Դու խելացի մարդ ես, 18 թվին գիտեիր, ինչ անելու, ես չգիտեի։ Ես չգիտեի, բմեռա։ Եթե կար, ես եթերում ասում եմ, ես չի որ գլուխ եմ գովում։ Չէի հավատում, տեսնում եմ, ստացի ձեր եթերում չէի հավատում։ Հիմա անցանք մյուս երանգին։ То есть по-любому, բայց իրանք սա գալուբոյ գույն են, պրոստը այս գալուբոյն է երանգները։ 50 կոպեկ անոսները,
իրանց առնոտ տենց է դրել։ Ну կոպեկ չի դրամ, հա, այն։ Կոպեկ չի, կոպեկ։ Ես վերջերս ով էր գցե, էլի դրեցին, բայց կոպեկ է, կոպեկ, հա։ Այն որ ասում արա դրիշ կապեժնի գադա ես, այ լրիվ է պատմություն։ 50 կոպեկ է դες։ Էսենց 50 դրամով խրոխտ դեմքով։ Причем ես ամեն մեկիս ես թափ տաս, մենակ վրե մի $1000 բանկա, ջեբերը չէ, վրե, հա։ 50 դրամը, այդ ինչ գժանոց վիդեո էր, ամոթ չէ չունենալ, ինչ որ ամոթ է վերցնել։ Պետրոս Ղազարյան, Լալա Մնացականյան, Լուլու, սերիալի բանը, բազմաչարչարը։ Երևան քաղաքի քաղաքապետ։ Ո՞վ է Երևան։ Հայկը Մարության։ Վախ հաստատին։ Ախ հաստատ։ Ուրեմն վազում էր կինոյում խոսքի օրը, ну, в общем, մեծ, չգիտեմ իհարկե կոնկրետ գանարարները, բայց շատ էլի։ Հա, ամիսը $20,000 մինիմում։ Մինիմում, հա, մի այդքան։ Դե եթե որ վեկալես բնակարանները Պրագայում բազմապատկես, չեմ սիրում ուրիշ փողը հաշվել, բայց մոտավորապես հա, էլի, տես վարսեկան մի մոտավորապես այդքան։ 50 դրամ։ Բայց ասենց ամոթ չէ չունենալ 50 դրամ։ Ամոթ է ինչ անել, պահանջել այս 50 դրամը։ Հիմա ձեզ ուզում եմ ասեմ, ամոթ չէ լինել քաղաքապետ, ամոթ է լինել դավաճան վիժվածք, որ ձև է կանում, որ եռաբլուրը ձեզ չի վերաբերվում, ձև է կանում, որ Արցախի կորուստը չի եղել, ձև է կանում, որ ում քամագը պաչելով, որ ման է գալիս մինչև այսօրս, ինքը չի դավաճան է բանակը, իրա պատճառով չի 7000 դիակ պարկած մի սառը գետնի մեջ, այ էդ եք ձևանում, 50 կոպեկանոց դիշովկեք, սաղըտ այդ վիդեոյի մեջ, թե դուք չեք պարկած այդ գետնի մեջ դրա համար, թե ձեր աղբերները չեն պարկած, թե դուք տիպը արցախցի չեք ձեր համար մեկա, մաքսիմում ըստից էթուր նստում եք զվարթոցում սամալյոտ թռնում եք Պրագա, ինչ եք ձևանում, որ հալա դե մի տարի անցավ, всё եկեք մոռանանք, իսկ հիմա նայեք ինչ ավտոբուսը, մի ասել է ուր կողես այդ ավտոբուսները, սաղ, հերթով, իսկ այդ ավտոբուսներով կարան գնանք եռաբլուր, ու են մնացածները, այսօր խոսք է տվել, չջղայնան այդ չի ստացին, լավ, այդ 50 դրամանոց դիշովկեքը, ամոթ չունենալ 50 դրամ, դուք իհարկե շատ ավելի թանկ գնով, սաղ ինչ սրբություն պտի ունենա մարդ, հայ չէ, մարդը, ցեք հայրենիք, հայրենակիցի զոհ, հա, այդ սաղ ծախեցիք, 50 դրամով չէ, կասկածում եմ, որ շատ ավելի թանկ ծախեցիք, այդ հետաքրքիրը, առանց էդ ձեզ արդեն նիարել է պետք, այդքան ոնց եք զղտկվելու, թե կարծում եք այս իշխանափոխությունը, որ եղավ, ասելու եք ես իմ պրոֆեսիոնալ, ասենք լրատվական պարտականություններ եք կտրում, չէ, ընկեր, դուք բոլորը օգնել եք այս երկիրը ծախվի, ձեզնից ոմանք մինչև հիմա ակտիվ օգնում են այս երկիրը ծախելու,